Վերադարձանք տաղավար եւ ինչպես արդեն խոստացել էինք, խոսելու ենք պահածոների պատրաստման ընթացքը ավելի հիգիենիկ դարձնելու եւ բոտուլիզմից խուսափելու թեմայի մասին։ Պահածոների պատրաստման սեզոնը արդեն ավարտվել է եւ գալիս է դրանք ուտելու ժամանակը եւ հենց այդ առիթով ավելորդ չէ եւս մեկ անգամ խոսել այն հնարավոր վտանգներից, որ կարող է ունենալ պահածոյացված սննդի օգտագործումը եւ մեր տաղավարում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ հիգիենիստ Արայիկ Պապոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվս մեկ անգամ կարող ենք հիշել Անաստաս Միկոյանին, որովհետեւ նա նաեւ այդ պահածոյացման պրոցեսների տեխնոլոգիաներն էր բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներից 1936 թվականին եւ արդեն կարծես թե մեկ դար շուրջ մենք օգտագործում ենք այդ ամենը եւ ամեն անգամ ինչ որ խնդիրներ տեղի են ունենում։ Ինչ խնդիրներն են արկա եւ ինչ է կարելի դրա հետ անել։ Նախ երևի սկսենք թե ինչ է բոտուլիզմը։ Բոտուլիզմի մասին ենք խոսում։ Okay, ինչ է բոտուլիզմը, որովհետև դա ավելի աղդի է պահածոների հետ կապված, ճիշտ է լինում են նաև այլ խնդիրներ, բայց դա այն հիվանդությունն է, որը բերում է նաև մահվան։ Բոտուլիզմը դա սննդային ծանր թունավորում է, որը ախտահարում է մարդու կենտրոնական եւ վեգետատիվ նյարդային համակարգը, իր հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում սպորների տեսքով, որը արդեն կանաչեղենի, բանջարեղենի եւ այլ մթերքների հետ հեշտությամբ անցնում է մեր տարաների մեջ պահածոյացման process-ում, որտեղ արդեն լինում են նպաստավոր պայմաններ, ինքնախաթարում է տոքսինը, որն էլ հենց հարուցում է հիվանդությունը։ Բայց կներեք, բայց ինչու է բոտուլիզմը կապված հենց պահածոների հետ եւ արդյոք մենակ պահածոների հետ է կապված։ Տեսեք, կան բոտուլիզմի տարբեր տեսակներ, բայց ավելի շատ ակցենտագրվում են հենց պահածոներից թունավորման դեպքերը, որովհետև այնտեղ ստեղծվում է անոտ միջավայր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում արդեն բոտուլիզմի հարուցիչի ուրեմն ձևափոխման, ինքը դառնում է վեգետատիվ ձև եւ առաջացնում է արդեն թույն։ Ինչպես նաեւ պահածոներում մենք ունենք նաեւ որոշակի թթվային միջավայր, խոսքը վերաբերում է թթու պահածոների մասին, որտեղ արդեն pH-ը թթվայնությունը 4.6-ից բարձր է, դա նույնպես նպաստում է, որպեսզի իրան իդեալական պայմաններ են այդ հարուցիչի զարգացման համար, այո։ Իսկ ինչպես կարելի է դրա հետ պայքարել, պետք է ավելի լավ լվանալ, եռացնել, չգիտեմ, տապակել, ինչ թե հնարավոր։ Շատ լավ, տեսեք, եթե մենք հարցը բաժանենք երկու մասի, հա, երևի ավելի ճիշտ կլինի, եթե մենք խոսում ենք տնային պայմաններում պահածոների մասին, չկա ոչ մի եղանակ, որը կերաշխավորի դրա անվտանգությունը։ Այսինքն տնային պայմաններում, որովհետև բոտուլիզմի հարուցիչի ոչնչացման համար անհրաժեշտ են երկու հատ հիմնական պայման, դա ուրեմն 120-ից 130 աստիճան ջերմաստիճանն է եռացման միջոցով եւ արդեն մթնոլորտային ճնշումը 1.5-ից 2, որը որ գիտենք տնային պայմաններում անհնար է ապահովել։ Իսկ արդեն գործարանային պայմաններում դա իրականացվում է սարքերի միջոցով, որոնք կոչվում են ավտոկլավներ, որտեղ այդ համճնշումը համակտին անհրաժեշտ ջերմաստիճանը հնարավոր է ապահովել եւ ինքը դառնում է անվտանգ։ Օրինակ ես շատ եմ սիրում սմբուկի խավիար, բայց իմ համար ամեն անգամ դա ուտելը ստրես է, որովհետև ամեն անգամ ես դա ուտում եմ, հետո մտածում, որ հեսա ես բոտուլիզմ եմ ունենալու, դա իմ դե մեկ շատ կամ գնելուց առաջ, կամ աղբյուրը ճշտելուց է առաջ։ Բայց հիմնականում խանութից եմ գնում, ուզում հասկանամ, եթե օրինակ ձեր պատասխանից կարող ենք ենթադրել, որ խանութից գնացը պակաս վտանգավոր է։ Ես ձեզ ներկայացնում ստատիստիկա, առնվազն վերջի 15-20 տարին Հայաստանում գետ մի դեպք չի արձանագրվել գործանային նախաձեռնության պահածոներից։ Բոլոր դեպքերը դրանք տնային պայմաններում պահածոյացված պահածոներից են առաջանում։ Դե հիմա ես կարող եմ ասել, որ մենք հիմա այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ իրականում տատիկների եւ մայրիկների գործը բավականին հեշտացել է եւ բոլոր այն տղամարդիկ սովորաբար որ ասում են դե ես իմ մամայի սարքացն եմ սիրում կամ իմ կնոջս, միգուցե պետք չի նրանց ծանրաբեռնել, կարող գնալ ամեն ինչ գնել, ամեն ինչ ձեր մտքով ինչ որ անցնում է, արդեն վաճառվում է եւ պատրաստում են եւ փաստորեն ավելի անվտանգ է։ Այսինքն առաջին խորհուրդը տանը ոչինչ բան չպահածոյացնել։ Այո, միանշանակ առաջին խորհուրդը խուսափել տնային պայմաններում առաջին եւ վերջին, այո, իհարկե, բայց չգիտեմ, ելնելով մեր մենտալիտետից, չգիտեմ, մեր ավանդույթներից եւ այլն, եթե մենք ամեն դեպքում
չեն կարողանում խուսափել այդ քայլից գոնե պահածոները բացել չտոք 30-ից 20-ից 30 րոպե նոր օգտագործել, բայց միանշանակ հիմա օրինակ թթու վարունգը չեն կարող անենք։ Այո, թթու վարունգը դժվար է։ Եթե մենք այնտեղ Խավիարը կարող ենք։ Խավիարը կարող ենք։ Բայց մի րոպե թթու վարունգից կամ չգիտեմ թթու ծաղկակաղամբից եւս կարող է առաջանալ։ Այո, դրա մեջ ավելի շատ է, քան խավիարի մեջ։ Չես լսում, Զառա։ Չլսում եմ, Ֆայլ միջավայրը թթու վարունգի կամ ձեր ասած կաղամբի կամ չգիտեմ այլ բաների մեջ։ Ինձ որ դա դուրս է այս թեմայից։ Ոչ, հենց թթուն է ավելի կարելի ասել քաղցրն է մի փոքր դուրս մնում, թթուն ավելի թիրախային է։ Այսինքն մուրաբաները, ջեմերը դրանք ավելի Ես խոսեմ ստատիստիկա ավելի։ Հայաստանում արձանագրվում են բոտուլիզմի դեպքերը մարինացված վարունգից, մարինացված լոլիկից, սմբուկից, խավիարից, կարմիր պղպեղից, կանաչ պղպեղից, բայց էլի այդ նույն ժամանակահատվածում չի եղել օրինակ մուրաբաներից, կամ որտեղ այնտեղ շաքարի քանակությունը բարձր է, որը արդեն խոչընդոտում է բոտուլիզմի առողջի զարգացման, այս նշեցի չէ, որ այնտեղ թթվանության 4-ից պետքա բարձր լինի։ Պարոն Պապոյան, իսկ եթե թթուն օրինակ պահածոյացված չէ, այլ չգիտեմ, տակառի մեջ է, այդ թթուն դրա մեջ է կարող է բոտուլիզմ լինել, թե անպայման պետք է նա փակված լինի, որ այդ միջավայրը ստեղծի։ Շատ լավ հարց եք տալիս, ինքը էլի մի քիչ խնդրահարույց է, այն իմաստով, եթե օրինակ տակառի մեջ դնում են հիմնականում կոպիտ ասած մալակային թթուները, ճիշտ է, վերևի շերտերը ինքը շփվում է օդ հետ, այնտեղ անոթ միջավայր չի առաջանում, բայց այն ներքևի շերտերը, երբ որ մենք իրան սխմում ենք, բան ենք անում, այնտեղ արդեն մենք ենք ստեղծում անոթ միջավայր, որը էլի կարող է առաջանալ, բայց ոչ այդքան, ինչքան որ պահածոյացած, այսինքն փակված այն կափարիչով։ Սենց ասեմ, վերևի հատվածների համար չէ, որտեղ շփվում է օդի հետ, բայց արդեն ներքևի հատվածների հետ խնդիր լինում է։ Որոնք են առաջին ախտանշանները բոտուլիզմի հետ կապված եւ ինչքան արագ պետքա դիմել բժշկի։ Ախտանշանները էլի բաժանեն երկու մասի, կլասիկ, այսինքն որ բնորոշ են բոլոր սննդային թունավորումները, դրանք գլխացավ, գլխապտույտ, սրտխաղնորդ, փսխումներ եւ այլն, իսկ բոտուլիզմը ունի իր սպეციფიկ կլինիկաները, դրանք են տեսողության խանգարումը, երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը, ռնգախոսությունը, այսինքն դրանք այն հիմնական ախտանշաններն են, որոնք որ բնորոշ են հենց բոտուլիզմին։ Բայց անելանելի, այսինքն բուժում կամ, չգիտեմ, կյանքը փրկել, եթե արագ դիմել։ Անելանելի չէ, տեսեք, առհասարակ գրականության մեջ ու Հայաստանում էլ հանդիպող դեպքեր, երբ որ մենք ուսումնասիրում ենք, պարզվում է, որ բոտուլիզմը առաջանում է օգտագործումից 2 ժամից մինչև 12 օրերի ընթացքում, անգամ 12 այո, ընդհանուր միջև լինում են դեպքեր մինչև 30 օրերի ընթացքում, այսինքն երբ մենք ունենում ենք այսիմ թվարկած ախտանշանները, անպայման մենք պետք է դիմենք բժշկական օգնության, եթե ինչքան շուտ մենք դիմենք, այնքան ավելի դրական ելք կունենանք։ Իսկ արդեն ինքնաբուժումով զբաղվելը առհասարակ ցանկացած հիվանդության դեպքում ինքը վատթարացնում է համընթացքը, համ էլ արդեն բերում է ոչ այդքան էլ նորմալ ելքի։ Դե ինչ, փաստորեն ունենք երկու խորհուրդ՝ տանը աշխատել չպահածոյացնել, թթուների մեջ ավելի շատ է ուրեմն այդ ամենի արկայությունը հաստատ, քան օրինակ այնտեղ որտեղ որ շաքար է օգտագործված, եւ եթե հանկարծ ինչ-որ բան զգում եք ձեր մոտ, դուք եք զգում կամ ձեր հարազատների բարեկամներ, պետք է միանգամից դիմել Եվ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Իհարկե։ Իսկ ինչպեսի ստատիստիկա կա, տարեկան ինչքան ունենք մենք։ Տեսեք, ես հիմա ձեզ ներկայացնեմ միջև այսօրվա դրությամբ, այս տարի արձանագրվել է բոտուլիզմի 10 դեպք, անցած տարի նույն ժամանակահատվածում 10 դեպք, որից մեկը եղել է արդեն մահվան դեպք։ Այսինքն մենք առնչվում ենք նաև մահերի հետ։ Ինչքան ժամանակ կարող ենք պահածոն անվտանգ ձևով պահել օրինակ սառնարանում, եթե արդեն բացել ենք։ Տեսեք, որպես այդպիսին պահածոն հանդիսանում արդեն պատրաստի սննդամթերք ու առհասարակ ցանկացած սննդամթերք, եթե ինքը արդեն պատրաստված է, իրան պետք է մենք մաքսիմում կարճ ժամկետներում պահենք, այսինքն բացենք, օգտագործենք կամ գնենք պատրաստենք այն քանակով, որը որ մենք ուտենք, վերջացնենք, որովհետև դա ամեն անգամ տաքացնելը, սառացնելը իր մոտ առաջացնում է արդեն այլ մանրային խնդիրներ, որը որ կբերի ճիշտ է բոտուլիզմի չի բերի, բայց կհանգեցնի այլ հիվանդությունների, այսինքն մենք այդ չափաբաժինների հանդեպ եւս պետք է լինենք ուշադիր։ Տեսեք, մոտենման նոր տարիդ մենք էլի խորհուրդ ենք տալիս, չէ՞ որ ասենք այդ թարմաթերքներ, բանջարեղեն եւ այլն մաքսողության հետ կապված, նաեւ ասում ենք գնեք հստակ քիչ չափականատերով, որպես այդ սննդամթերքը մենք ստիպված չլինենք 1 օր տաքացնել, 2-րդ օր տաքացնել, 3-րդ օր տաքացնել, այսինքն որ այդ խնդիրներից մենք կարողանանք խուսափել։
Ես որպես թթույասեր հասարակության ներկայացուցիչ ուզում եմ հարց տալ ձեզ պահածոյացված ուղղակի ունենք թթու, որը որ աղի մեջ են պատրաստում եւ ունենք, որը որ մարինացված է, այսպես ասած, քացախ, շաքարավազ եւ այլ ինչ-որ լույժ բաներ։ Որն է ավելի վտանգավոր բոտուլիզմի տեսակից։ Աղի միջավայրը հստակ աղի միջավայրը, հստակ անոթ պայմանները։ Անոթ պայմաններ երկուսի դեպքում, բայց եթե մարինացված է այնտեղ կա շաքար, միգուցե այնտեղ։ Տեսեք, այդ շաքարը, որ մենք ասում ենք, ես եմ ցանտեղ տեխնոլոգիային, որ չգիտեմ 1 կիլոգրամանոց բանկայի մեջ լսում են 1 ճաշի քթալ շաքար կամ բան, մենք տնային պայմանում վստահ չենք կարենենք, որ թթվային միջավայրը խախտեցինք, պահպանեցինք եւ այլն, այսինքն ամեն դեպքում այդ միֆերից մենք պետքա ձեռք ազատվենք ու գնանք արդեն ավելի պրոֆեսիոնալ ճանապարհով։ Միանշանակ նախընտրելի է գնել խանութներից կամ եթե նույնիսկ բանա, մենք կարող ենք, չգիտեմ, այդ թթուն նույնպես մարինացնել, հա, ասենք չփակվելով էմալապատ տարաների մեջ, որն այնտեղ անոթ միջավայր չստեղծվի, եթե նույնիսկ այդ մեր բանջարեղենի վրա կա հարուցիչը, որ ինքը չկարողանա այնտեղ զարգանալ։ Այսինքն դա անգամ եթե տանն է մեծ տակառների մեջ աշխատենք չանենք, եթե դա դույլ է բարբերաբար միգուցե խառնել, որ վերևինը բարձրաներք է, որ թթվածինի հետ ունենա կոնտակտ։ Խառնելն էլ տեսեք, առհասարակ երբ որ լինում է այդ իմաստած նպաստավոր պայմանները, ինքը սկսում է առաջանալ 1 օր հետո, այսինքն ինքը 24 ժամ հետո արդեն սկսում է ախադրել այդ տոքսինները։ Երբեք չենք իմանա, թե երբ կարող է առաջանալ։ Բայց մրգերից եւ քաղցրից խոսեցինք, որ ավելի նվազեցնում է, բայց ես հիշում եմ դեպքեր, երբ որ ծիրանի հյութից մասնավորապես, բայց ոչ թե ծիրանի կոմպոտից, այլ հենց պահածոյացված հյութից, պարբերաբար լինում էին դեպքեր։ Դա իհարկե տարիներ առաջ էր, հիմա տնային պայմաններում փակած այդ հյութերը։ Ես իրականում չգիտեմ այդ ինֆորմացիան ձեզ որտեղ է, բայց ես վստահաբար տիրապետում եմ ու վստահաբար ասում եմ այդ կարգի բաներից աղնամասն Հայաստանում դեպքեր չի արձանագրվել։ Թթուն է ամենա։ Այո, նշեցի, կարմիր պղպեղ, ամենասիրված, վարունգը, ծաղկակաղամբը, շուշանի թթուն, մալականի թթուն, այս կարմիր պղպեղն է կարելի պատրաստել եւ միանգամից ուտել։ Այո, այսինքն փոքր չափաբաժնով, չգիտեմ, մի քանի օրվա համար պատրաստել, ասենք էմալապատը արայի մեջ դնել, որպեսզի այնտեղ անոթ միջավայր չլինի, օգտագործել, նորից պատրաստել, այսինքն այդ մեխանիզմով գնալ առաջ, պետք է դենց պահածոացնել, ամիսներով պահել, փակել, ինչ որ 3 լիտրանոց բանկաների մեջ։ Վիզուալ կարող ենք հասկանալ, օրինակ կափարիչը մի քիչ ավելի ուռած է կամ տեսեք, բոտուլիզմի դեպքում վստահաբար ոչ ինքը ոչ փոխմայրագույնը, ոչ համը, ոչ հոտը, ընդհանրապես իրան տեսողական համատեքստում հնարավոր չի տարբերակել։ Իսկ քիմիական ինչ որ ձևով, օրինակ, չգիտեմ, ինչ որ բան ես կաթացնում մեջը եւ գույնը փոխում է եւ դու հասկանում ես, որ շատ լավ կլիներ անկեղծած, բայց դա իրականում լաբորատոր պայմաններում, այսինքն դա իրականացվում է մի քանի օրի ընթացքում, այսինքն դա տնային պայմաններում եւս անհնար է։ Դրանց են անում։ Տեսեք, մենք որ իրականացնում ենք այդ բոտուլիզմ աղթական ախտորոշման բոլոր դեպքերի համաճարակաբանական հսկողություն, այսինքն մենք համվերցնում ենք կեսանմուշները, համվերցնում ենք սննդի մնացորդը, անում ենք լաբորատոր ուսումնասիրություններ ու դա տևում է որոշակի ժամանակ, այսինքն էքսպրես թեստերի միջոցով անհնարելի է, չէ՞ դա։ Դե ինչ, զգուշ եղեք, եւս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս գնել այդ ամենը խանութներից, սուպերմարկետներից, որովհետեւ այն պահածոները, որոնք որ պատրաստվում են գործարաններում, ավելի ապահով են, եւ ավելի անվտանգ են, քան այն պահածոները, որոնք որ պատրաստված են տանը։ Շնորհակալություն պարոն Պապոյանին, խոսք ենք տալիս ձեզ եւս մեկ անգամ կանչենք նոր տարուց առաջ, որ մի քիչ մեր ժողովրդին հորդորենք ուրեմն 10 կիլոգրամ դույլերով օլիվիե աղցան չպատրաստել 14 օրվա համար եւ այլն։ Ինձ թվում է, որ մեր հանդիպումները կլինեն այնպիսի հանդիպումներ, որոնց հետո մարդիկ այլ ավելի առողջ կլինեն։ Եվ այլ ավելի շատ կհետևեն իրենց հիգիենային, որովհետև դա ուղիղ կապ ունի մեր առողջության հետ, եւս մեկ անգամ շնորհակալ ենք, հիշեցնենք մենք հյուրընկալել ենք առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ հիգիենիստ Արայիկ Պապոյանին։ Իսկ հիմա գնում ենք դիտենք գովազդ։ Գնում ենք դիտենք գովազդ եւ եթե տան ունեք ինչ որ պահածոներ պատրաստված, խնդրում եմ դրանք նետել աղբաման։ Գովազդ շանթի եթերում։